Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական առաջարկների իրական իմաստը հարգելի հեռուստադիտողներ, նախընտրական մարաթոնը արդեն իսկ մեկնարկել է առնվազն քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար, առնվազն Նիկոլ Փաշինյանի համար եւ տեսանելի է, որ վերջին շրջանում Փաշինյանը բավականին շատ խոսում է ծրագրային դրույթների մասին, ծրագրային փոփոխությունների մասին, բայց ինչն է այստեղ կարևորը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն իր իշխանության վերարտադրությունը կապում է ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացվելիք կամ եղած քվեով լեգիտիմությամբ, այլ արտաքին աշխարհի խաղացողների վերաբերմունքով է պայմանավորում իր իշխանության վերարտադրությունը, ավելին տրամաբանությունը հուշում է, որ հիմնական խաղադրույքը Նիկոլ Փաշինյանն արել է Թուրքիա եւ Ադրբեջանի բարի վերաբերմունքի վրա, ինչը պետք Նիկոլ Փաշինյանին մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրված խաղաղության պայմանագիրը ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ փաստաթուղթը իրեն կտա հնարավորություն նախ եւ առաջ լեգիտիմացնել իշխանության վերարտադրության իր հայտը, որտեղ եթե չլինի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրված, ապա 21 թվականի իր նախընտրական բոլոր խոստումները կարելի է համարել տապալված եւ երկրորդը իր կարծիքով դա լինելու է այն երկաթ բետոնե հիմնավորումները, թե ինչու նա իրավունք ունի ոչ միայն շարունակել իշխանավորել, այլ փաստացի դե ֆակտո շարունակել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ իսկ պատճառով իրեն պետք է այդ թուղթը, բայց այդ թուղթը ինքը շատ լավ հասկանում է, որ կարող է ստանալ միայն Ադրբեջանից, այն էլ այն պարագայում, եթե այդ ամեն ինչին կաջակցի Թուրքիան։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանի հիմնական խոսույթը Թուրքիայի Ադրբեջանի պահանջների համատեքստում է պետք դիտարկել։ Տեսեք, հանգստյան օրերին տեղի ունեցավ հավաք, Նիկոլ Փաշինյանը հավաքել էր պետական կառավարման համակարգում ներգրաված տարբեր պաշտոնյաների եւ փաստացի ներկայացնում էր նախընտրական ծրագրի դրույթների մի մասը։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ այո, Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր սահմանադրություն, կրկին այնտեղ ինքը խոսում է, որ մենք պետք է հիմնենք մեր քաղաքականությունը ներքին արտաքին լեգիտիմության վրա, քաղաքացին ինքը պետք է ձևավորի իր սահմանադրությունը, այսինքն այս տեքստերը բոլորին էլ արդեն հայտնի են, բայց այստեղ կարևորը ինչն է, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ աշխարհաքաղաքական գործարքի առաջարկ է անում ուղիղ եթերում, ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի խորհրդարանական ընտրություններից հետո շատ պարզ ընտրություններ, աջակցություն ընտրությունների ժամանակ վերարտադրությանը, դրանից հետո Հայաստանը պատրաստ կլինի փոխել սահմանադրությունը ըստ այն օրակարգի, որը առաջ են տանելու Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա առաջինը, երկրորդը, տեսեք, վերջին շրջանում բավականին ակտիվացել է խոսույթը այսպես կոչված անկլավների վերաբերյալ ու սա ակտիվացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։ Ադրբեջանցիները պահանջում են հնարավորինս արագ լուծել այսպես կոչված անկլավների հարցը։ Ինչ է ասում այս ամենի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցների ժամանակ թե ազգային ժողովում, թե կառավարությունում գլոբալ առումով նա նույն թեզն է առաջ տանում, որ այո, այս հարցը պետք է քննարկվի, բայց ինքը Տիգրանաշենը հանձնելու հարցը կապում է Արցվաշենը վերադարձնելու հետ։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ այո, մենք պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնենք փոփոխություններ կատարելիս, տարածքային փոփոխություններ կատարելիս, փոխանակումներ կատարելիս, բայց պարտադիր չէ, որ դա հանրաքվե լինի, այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսելով այն մասին, որ իրենք վերադարձնելու են Արցվաշենը, գնում են մի ճանապարհով, որի վերջն արդյունքում մենք կարող ենք զրկվել Տիգրանաշենից։ Իսկ Տիգրանաշենով անցնում է այն եզակի ճանապարհը, որը մեզ կապում է Սյունիքի հետ, որը մեզ կապում է Արցախի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դրանից հետո ընդհանուր մեկ ճանապարհ ենք ունենալու դեպի Հայաստանի հարավ։ Խոսքը վերաբերում է վեդեոյով անցնող ճանապարհի մասին։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս խոսույթը կա։ Եվս մի կարևոր հանգամանք ու Նիկոլ Փաշինյանը նաև այս խոսույթը առաջ տանելով փորձում է ներկայացնել, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչը, որը պատրաստ է այս հարցը լուծել, հենց ինքն է։ Եվս մի կարևոր խոսույթ է, դուք նկատել եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ ունեք հստակ հարց են տալիս թրիպ ուղով անցնող այդ կոմունիկացիայով լինելու են այդ ուղու վրա հայ մաքսավորներ, սահմանապահներ, Նիկոլ Փաշինյանը տարբեր կերպ մեկնաբանում է այս հարցերը, բայց հստակ չի ասում, որ լինելու են հայ սահմանապահներ, մաքսավորներ, խոսում է նորագույն տեխնոլոգիաների, համակարգիչների եւ այլն եւ այդպես շարունակ։ Ու այստեղ մենք գալիս ենք մի տրամաբանական եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե եւս մեկ առաջարկ է անում Ադրբեջանին եւ Թուրքիային, որ թրիպը
կամ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է լինել այն տեսակ կոմունիկացիա Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, որը հետաքրքրում է Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ ինքը միակ քաղաքական գործիչն է Հայաստանում, որը կարող է այս հարցը լուծել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրեն որոշակի նախընտրական բոնուս տալ, որ նա կարողանա այդ հարցը լուծել։ Եվս մի կարևոր նրբերանգ կա այս ամեն ինչում, մենք այս թեմային այսօր մեր լուրերի թողարկման ժամանակ անդրադարձանք, հայկական կողմը Ադրբեջանն է ուղարկում այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնք շրջում են Բաքվում, հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, նույնիսկ գալիս են այստեղ զբաղվում են նրանով, որ արդարացնում են Ադրբեջանի նախագահի խոսույթը Սևանի վերաբերյալ։ Ինչ են փորձում ներկայացնել Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմի, որ անկախ նրանից, թե հասարակության լայն շերտերը ինչ մտայնություն ունեն Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում, ուզում են խաղաղություն, թե ոչ, նա պատրաստ է նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղարկել Ադրբեջան, այսպես կոչված խաղաղության կամուրջներ հաստատելու համար, շատ չզարմանաք այս համատեքստում, եթե մոտ ապագայում օրինակ քննարկվի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների, արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների Հայաստանում ինչ-որ մի հանդիպում կամ իրենց այցը Հայաստան կազմակերպվի, հերթական անգամ ասենք, մենք մոտենում ենք նախընտրական փուլի, եթե չասենք, որ նախընտրական մարաթոնը արդեն սկսված է։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, տեսեք, նա վերջերս ասում էր, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի չվերարտադրի իր իշխանությունը 26 թվականին, Հայաստանը իր ձևակերպմամբ կրկին կարող է դառնալ ֆորպոստ։ Իրականությունը սակայն կայանում է հետևյալում, եթե մենք փորձում ենք վերլուծել Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը, մենք հասկանում ենք, որ եթե ԿՊ-ն վերարտադրվի, Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանում փոխելու են սահմանադրությունը, Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանով անցնող կոմունիկացիա են ստանալու իրենց նախընտրած տարբերակով, Ադրբեջանը, Թուրքիան առնվազն կարող են պարտադրել Հայաստանին քննարկումներ, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների Հայաստան ճակերտավոր վերադարձի վերաբերյալ, այսինքն մենք լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքը պետք է իրականում հասկանանք, թե ինչ հետևանքների է հանգեցնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության պոտենցիալ վերարտադրությունը իշխանության եւ եւս մի կարևոր հանգամանք։ Տեսեք, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ մեզ իսկապես սպասում են ընտրություններ, տարբեր քաղաքական ուժեր, բիզնեսի ներկայացուցիչներ այս ամեն ինչին մասնակցելու են, փորձագետներ են մասնակցելու, պետք է ճիշտ գնահատել պահի լրջությունը եւ հասկանալ արդյոք այդ բոլոր նշած անձինք, քաղաքական գործիչները, պետական գործիչները, բիզնես էլիտայի ներկայացուցիչները, կուսակցությունների ղեկավարները եւ այլն եւ այդպես շարունակ, իրենք Նիկոլ Փաշինյանի կողմից կառուցվելիք պետությունում տեղ ունենալու են, թե ոչ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողանա 2026 թվականի ընտրությունների ժամանակ վերարտադրել իր իշխանությունը, եթե այս հարցին մարդիկ անկեղծ պատասխանեն, միգուցե նախընտրական պայքարի ժամանակ մենք լրիվ այլ պատկերի ականատես լինենք եւ առնվազն չենք տեսնի մարդկանց, որոնք օր ու գիշեր քարոզում են, որ պետք չէ գնալ ընտրատեղամաս, պետք չէ մասնակցել ընտրությունների։ Կրկին ասենք, այս ընտրությունների արդյունքներից ի թիվս այլնի կախվածը լինելու են, թե շատ մարդիկ, որոնք այսօր գործում են Հայաստանի քաղաքական դաշտում, իրենք Հայաստանում ընդհանրապես տեղ ունենալու են, թե ոչ, մտածեք այդ մասին։